Այսօր մեզ է միացել Արցախի ազգային ժողովի պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արամայիս։ Ազգային ժողովը կա, գործում է, չէ՞։ Ավելորդ հարց եմ տալիս, բայց տալիս։ Այո, գործում է որոշակի իհարկե այն ռեժիմի, ինչ որ Արցախում եղել է, նույն ռեժիմը գոյություն չունի, կա որոշակի հրապարակային աշխատանքի տարբերություն, եթե նախկինում բոլոր նիստերը հերարձակվում էին, համապատասխան ընդունված որոշումները տեղադրվում էին ազգային ժողովի պաշտոնական էջով, այժմ այդ ամեն ինչը չկա, բացի դրանից նաև ելնելով այն հանգամանքից, որ գործառույթների հսկայական տարբերություն կա, այնտեղ ինչ են կարող անել, այստեղ ինչ չեն կարող անել, ելի որոշակի տարբերակում կա, բայց հնարավորության սահմաններում որոշակի գործունեություն ծավալվում է։ Այսինքն կա օրակարգ, կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ։ Այո, այս վերջերս էլ այդ համադրական փոփոխություններն է տեղի ունեցել, որով որ հնարավորություն է տրվել պետական ինստիտուտների շարունակականությունը ապահովելու, առնվազն նոր նախագահ ընտրելու հնարավորություն այս պահին կա։ Դուք կանխեցիք իմ հարցը, դուք այդ օրենսդրական փոփոխությունը հատուկ անում եք նախագահական ինստիտուտը հստակեցնելու, չգիտեմ, ինչ անելու նպատակով։ Ամբողջ իմ պատկերացմամբ իհարկե ավելի ճիշտ կլիներ, եթե այս ճանապարհով չգնայինք, ես առաջարկել էի քանի որպեսզի եւ ազգային ժողովի լեգիտիմությունը համապատասխան մակարդակի լինի եւ նախագահի ինստիտուտի on-line ընտրություններ կազմակերպել, առնվազն 070 կոդը այդպիսի հնարավորություն տալիս էր, անգամ այն քաղաքացիները, ովքեր որ փոխել էին անձնագիր եւ նոր անձնագիր էին ստացել, միևնույնն է շարունակում են պահպանել իրենց 070-ով կոդը, սակայն սա որոշակի այդպես քաղաքական կամքի առկայության դեպքում կարող է տեղի ունենալ, հասկանալի է, որ իշխանությունները ճնշումների գործիքներ էր բանեցնելու, քանի որ բազմաթիվ անգամներ տարբեր խողովակներով պնդել էին, որ պետական ինստիտուտների գոյությունը իրենց համար խնդիր է։ Սա ինչ որ ճարիքի փոքրագույն լուծում էր, որը որ գոնե հնարավորություն էր ստեղծվում ազգային ժողովի միջոցով նոր նախագահ ընտրելու, այսպես վատի եւ վատագույնի միջև ընտրություն էր եւ այսպես գնացինք այս ճանապարհով։ Նոր նախագահը ընդհանրում է հիմա գործողը չի արդարացրել կամ ձախողել է ինչ-որ բան։ Դե կարծում եմ, որ հստակ է գնահատականը, որ չի արդարացրել, միայն նաեւ այն բանից ելնելով, որ անմիջապես տեղահանությունից հետո հրապարակային խոսքի լրջագույն պակաս կար, մարդիկ սպասելիքներ ունեին, նույնիսկ այդ հրապարակային խոսքի պակասը բերել է երկու անգամ լուրջ բախումների, երբ որ որոշակի թվով արցախցիներ տարբեր տեսակի միջոցառումներ են կազմակերպել ներկայացության առաջ, այդ թվում նաև մի քանի օր առաջ, եւ նոր եղել է հրապարակային խոսք։ Այսինքն այն պարագայում, երբ որ անմիջապես Հայաստանի իշխանությունները բազմաթիվ մեղադրանքներ էին հնչեցնում Արցախի իշխանությունների հասցեին եւ այն մյուս կողմից միայն լռություն էր, խոսքս նախագահի ինստիտուտի մասին, որտեղ կոնկրետ իր հասցեին էին հնչեցվում այդ մեղադրանքները, ավելին շատ դեպքերում պատասխաններ էր տրվում ոչ թե նախագահի անունից, այլ տեղեկատվական շտաբի անունից, որը էլի զարմանալի եւ տարօրինակ էր առնվազն իմ համար։ Իմ կարծիքով այո, պետք է Արցախի հանրապետություն ներկայացնի մեկը, ով հրապարակային խոսքում խնդիր չի ունենա մեր շահերը պաշտպանելու, ով խնդիր չի ունենալու Մինսկի խմբի համանախագահների այդ մարմնի շրջանակներում որոշակի գործունեություն ծավալելու, որտեղ փաստացի Հայաստանի Հանրապետությունից եւ Ռուսաստանի Դաշնությունից բացի արևմտյան գործընկերների մասով կա որոշակի շահագրգռվածություն հարցը օրակարգում պահելու, իհարկե այստեղ կարող ենք ասել իրենք իրենց շահերից է նորմալ է, որ իրենք մեր շահերից բխելով չեն դա անելու, պարզապես որտեղ որ շահերի համընկնում կա, այս կտրվածքով կարծում եմ, որ իրավական եւ քաղաքական աշխատանք կա անելու։ Այսինքն Մինսկի խումբ, որ ասացիք, ռուսական կողմի ուղղությամբ ձեր սպասելիքները պահպանվում են դեռ, հա։ Դե դրա համար ասացի Ռուսաստանի Դաշնությունից բացի, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը այս պահին պաշտոնական մակարդակով հայտարարում է, որ Մինսկի խումբը այլևս իմաստ չունի։ Այսինքն այս հարցում եւ Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դες հասկանալի է ինչու է սպասարկում Բաքվի շահը այդ հայտարարությամբ։ Կարծում եմ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև այդ ջերմ հարաբերությունները, պայմանավորվածությունների շրջանակներում հարաբերությունները ավելի երկար նախապատմություն ունեն, սա ընդհանրապես հետևանքներն է եւ անգամ երբ որ կոնկրետ
23 թվականի դեպքերին տված գնահատականները նայենք, ամբողջ աշխարհը պնդում է, որ տեղի ունեցել էթնիկ զտում, այն պարագայում, երբ որ Ռուսաստանի Դաշնությունը լինելով տեղում խաղաղապահ առաքելությունը իրականացնող երբևիցե նման գնահատական չի տվել, ավելին նույն Զախարովայի բերանով ասվել է, որ մարդիկ ցանկացել են դուրս են եկել, այսինքն որևէ էթնիկ զտում տեղի չի ունեցել։ Նույնը այս ռուս-ադրբեջանական մերձեցումը իհարկե սկսվել է ուկրաինական պատերազմից առաջ, երբ որ ստորագրվել է Ալիև եւ Պուտին համաձայնությունը, եւ մենք էլ տեղում հստակ տեսնում ենք, որ մեկը ես օրինակ բավականին լավ հարաբերություններ ունեի եւ խաղաղապահ առաքելության եւ նրանց այլ ստորաբաժանումների տեղեկատվության պատասխանատուների հետ, այդ հարաբերությունները գնալով վատթարացել է ուկրաինական պատերազմից հետո, որովհետեւ հստակ երևացել է, որ ռուսներն ու ադրբեջանցիները ունեն որոշակի մերձեցման շրջանակ, շահերի համադրում եւ այդ շահերի համադրման ճանապարհով գնում էին։ Անկամ այդ նույն Խովայևյան պլանը, որ մինչ այդ ռուսական օրակարգի մեջ է եղել, փաստացի Հայաստանի իշխանությունները լավն են, վատն են, դա իրական չի։ Ընդունել են, ադրբեջանական կողմն է մերժել եւ իհարկե լուրջ չի պնդել է, որ ռուսական կողմը ցանկացել է Հարավային Կովկասում ինչ-որ փաստաթուղթ պարտադրել Ադրբեջանին եւ իր մոտ չի ստացվել։ Հիմա կա որոշակի ակտիվացում Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Ես ուզում եմ ուղիղ հարցնել. Արցախի շուրջ տեղի ունեցողը մտնում է այդ օրակարգը։ Ճիշտն ասած, այդ քաղաքական ակտիվացման շրջանակների ներկայացուցիչներին պետք է ուղղել այդ հարցը, թե իրենց օրակարգի մեջ ինչպես են պատկերացնում օրինակ Նիկոլ Փաշինյանի հեռացումը եւ այլընտրանքը որն է լինելու, եթե իրենք գան իշխանությունը վերցնեն։ Որտեղ անմիջապես 20 թվականից հետո, երբ որ 21 թվականին տեղի ունենում այստեղ խորհրդարանական ընտրություններ, ես ուղիղ այն ժամանակ արտահայտվում էի, որ կարող է լինել երկու այլընտրանք՝ նոյեմբերի 9-ի կողմնակիցներ եւ նոյեմբերի 9-ի կոնսենսուս չընդունողներ։ Եթե կա քաղաքական երկու թեւ, որտեղ որ երկուսն էլ ասում են, որ մենք այդ կոնսենսուսի շրջանակներում ենք շարունակելու գործել, այսինքն տարբերությունը ավելի շատ գնում է անունների, այլ ոչ թե քաղաքական կուրսի մեջ։ Եթե լինի այնպիսի քաղաքական կուրս, որը ես կկանգնի կասի եւ տեսեք, անգամ ես չեմ ասում, որ որևէ իշխանություն չի կարող այսպիսի Հայաստանի Հանրապետություն ժառանգել եւ հաջորդ օրը պատերազմ հայտարարել Ադրբեջանին։ Սա եթե նույնիսկ այդպիսի բան հայտարարել, բացարձակ պոպուլիզմ է լինելու, ինչպես օրինակ Ալեն Սիմոնյանը ժամանակին հիմա հայտնվել է այդ ծիծաղելի իրավիճակում եւ գնում Աղդամում նկարվում էր, ասում էր Աղդամը իմ հայրենիքն է եւ այսօր ստիպված է Արցախ բառի համար ներողություն։ Ինքը դեռևս իշխանության չէր այդ ժամանակ, երբ որ գնացել նկարվել էր ընդդիմություն։ Դե այն ժամանակ Բաքվում թեյել էինք խմում։ Հիմա փաստացի ինչ որ իրողություններ են փոխվել, բայց օրինակ հրաժարվել են իրավունքներից, որոնք որ միջազգայինորեն քեզ տրված են, սա հանցագործություն է եւ հայ ժողովրդի հանդեպ եւ սերունդների հանդեպ, որը որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այս պահին իրականացնում է։ Այսինքն նույն ինքը, երբ որ մենք ասում ենք նոյեմբերի 9-ի փաստաթղթի օրակարգից այլ օրակարգ, առնվազն երբ որ նոյեմբերի 9-ը հանում ես այդ չես ընդունում նոյեմբերի 9-ին տված նախապայմանները, գալիս ես Մինսկի խմբի համանախագահ շրջանակների կողմից առաջադրված 3 նախապայմաններին՝ ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման իրավունք։ Որ մտնենք այդտեղ խճճվենք, առաջարկում եմ միանգամից ասել, որն է իրատեսական Արցախի հարցում։ Թողնենք իշխանություններ, թողնենք Արցախի քաղաքական շրջանակների ցանկություն, դուք անձամբ իրատեսական որն եք համարում։ Ես համարում եմ, որ այս պահին պետք է կարճել իրավունքներից, հստակ կոնկրետ տեղի ունեցած հանցագործություն կա միջազգային գնահատականով, միջազգային գնահատական տրված է, որ տեղի ունեցել էթնիկ զտումը իրենց ենթադրում է պատասխանատվություն եւ որևէ կերպ Հայաստանի Հանրապետությունը չպետք է հետ քաշի այն դատական հայցերը, որոնք գոյություն ունեն միջազգային դատարաններում, հենց այդ պատճառաբանությամբ, որպեսզի ձեռքերը չլվանա Ադրբեջանի կողմից տեղի ունեցած հանցագործության, գոյություն ունի միջազգային դատարանի որոշում, որով որ Լաչինի միջանցքի փակման գնահատականը տրվել է, այդ նույնպես տեղի ունեցած հանցագործություն է, գոյություն ունի, երբ որ ասեցի Մինսկի խմբի համանախագահ 3 նախապայմաններից մեկը ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի բացառման կետի չպահպանում, որը որ փաստացի այդ մարդը ստորագրություն ունի դրա տակ դրած եւ ինքը այդ ստորագրությունը որևէ կերպ չի իրացրել,
գոյություն ունի ինքնորոշման իրավունքի իրացում, որի տակ նույնպես ստորագրություն ունի դրած, ես ինչպես եմ պատկերացնում, իրավունքների փաթեթը պետք է առաջ տանել այնքան ժամանակ, միջև որ գետնի վրա դու ամրություն չես զգա եւ միջազգային այնպիսի նախապայմաններ չի լինի, որը քեզ թույլ կտա այդ նույնը արել է Ադրբեջանը, այնպես չի որ Ադրբեջան տարբեր բան է արել, 94 թվականին էլ ասել է, որ ես վաղը մյուս օր հարձակվելու եմ եւ իմ տարածքները ազատագրելու եմ, բայց իրավունքներից հրաժարվելը դա բացարձակ հանցագործություն է։ Մի նկատառում այստեղ, դա իմ զուտ դատողությունն է, ես ոչ մի աղբյուրից չեմ օգտվում, դա կարող է անել Հայաստանի իշխանությունը։ Այս իշխանությունը ինքը ինչ իշխանություն էլ լինի։ Այո, կարող է։ Պարտված իշխանության մասին է խոսքը։ Այո, կարող է անել։ Որ եթե ադրբեջանական կողմը ավելի մեծ կորուստներ ունենալով 94 թվականին, ավելի մեծ կորուստներ ունենալով, քան մենք 20 թվականին ունեցել, ինքը կարողացել է դա անել, երբևիցե չի հրաժարվել իրավունքներից, ավելին, օրինակ փաստով եմ ասում։ Մարդիկ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներն են անգամ պահել։ Բացի նրանից, որ Լեռնային Ղարաբաղից падգամավոր են ունեցել Մելի Մեջլիսում։ Եվ կարողացան 30 տարի ձգել։ Այո, եւ կարողացան ձգել ու կարողացան հաջողության հասնել։ Միայն այսպես Ադրբեջանի եւ Հայաստանի օրինակով չգնանք։ Այնպես չի, որ մնացած պոստկոնֆլիկտային այսօրվա դրությամբ Հյուսիսային Կորեան եւ Հարավային Կորեան իրենց օրենսդրությամբ մյուս երկիրը չեն ճանաչում։ Այսինքն ամեն մեկն էլ նստած սպասում է, թե երբ հայ մյուսի ոտքը ընկնելու, որպեսզի իր օրենսդրությամբ սահմանված այդ ամեն ինչը իրականություն դարձնի։ Այնպես չի աշխարհի։ Այսօր Ադրբեջանի սահմանադրության մեջ հողային բանջարներ կա Ռուսաստանի նկատմամբ։ Ռուսաստանը եւ Ադրբեջանը Վրաստանին, այսօր Ռուսաստանն ու Ադրբեջանը գտնվում են բավականին բարի դրացիական հարաբերությունների։ Հասկանալի է, որ վաղը մյուս օր եթե ռուսական կայսրության կործանում լինի, ադրբեջանական կողմը հղում է անելու այդ ամեն ինչին ասելու այն իմ տարածքը։ Եթե Ադրբեջանը այդ ոչինչ չպատահի, այդ դե եւ դիցուկ ենք ասում, էլի, այսինքն այս իրավական բազան շատ կարեւոր է, որպեսզի դու հետագայի դու ապագայի քաղաքական գործիչը այսօրվա համար չի, էլի, քաղաքական գործիչը նաեւ ապագան կանխատեսելու, կանխորոշելու եւ ազգային ու պետական մտածողություն ունենալու համար է։ Մի դետալ էր, որը ըստ իս շատ կարեւոր է։ Ինչ է կատարվել 2023 թվականին Արցախում։ Ես հանդիպեցի ձեր գործընկերոջ Դավիթ Մելքումյանի պատմածին, հա, ծանոթ եք։ Որոշակիորեն ծանոթ եմ։ Ես մեդիահաբին տված հարցազրույցն եմ տեսել, ճիշտ ասած։ Դե հետո չեմ տեսել։ Նկարագրվում է Արայիկ Հարությունյանի հրաժարականի ոդիսական, հա։ Դուք ունեք այլ վերսիա այստեղ, ինչ է։ Իմ վերսիան հիմնված է փաստերի վրա, այլ ոչ թե ենթադրությունների։ Գոյություն ունի Ռուբեն Վարդանյանի վիդեոուղերձը, որը այդ ժամանակ արդեն պետնախարար չէր, բայց ղեկավարում էր անվտանգության ճակատ, այսպես միավորում կար, որի մեջ ընդդիմադիր քաղաքական 3 կուսակցություններ կային, որտեղ ինքը ասում է, որ Արայիկ Հարությունյանին դիմում է, որ խոստացել ես հրաժարական տաս, այսքան մարդկանց մեջ խոստացել ես հրաժարական տաս, դուր հրաժարականդ, ու ասում է, որ այսպես 4 անգամ էլ ես խոստացել մեզ, որ հրաժարական ես տալու, որը հստակ այդպես անձրեն աչքով է դրանից կարելի է ենթադրել, որ որոշակի ճնշումներ Արայիկ Հարությունյանի վրա եղել են։ Ավելին, Ռուբեն Վարդանյանի կողմից Լեռնային Ղարաբաղ գալուց հետո հստակ էր ներքաղաքական դաշտում, որ տեղի է ունենում Արայիկ Հարությունյանի քաղաքական շրջանակների մեկուսացում, մաքսիմալ ամեն ինչ արվում էր, որ իր քաղաքական հնարանները կամ անցնեն այս մյուս ճակատը կամ լրիվ չեզոքացվեն, սրանք փաստեր են, որոնք հա կարելի է նստել։ Երևանում մասնակցություն ուներ այդ ամենը։ Չեմ կարող ասել, կարող եմ միայն արձանագրել եմ փաստը, որ Արայիկ Հարությունյանի հեռանալը ողջունվել է Հայաստանի Հանրապետության քաղաքական որոշ շրջանակների կողմից։ Դիմության։ Այո։ Նաև կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները նույնպես կողմնակից են եղել, որպեսզի Արայիկ Հարությունյանը իշխանության չմնա, կոնկրետ այսպես որպես ապացույց էլի, փաստ ապացույց չի կարելի։ Այսինքն ինչ էր լուծվելու այդ հարցը։ Դե փաստացի այդ տեղի ունեցած իրադարձությունների հիմնական շահառուն դարձավ հենց ներկայիս իշխանությունը, որտեղ դուրս եկավ, ասես դե տեսակ գնացիք հեղաշրջման հետևանքները ինչ եղավ, մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի Արցախում Դե փաստերը այդ մասին։ Փաստերը այդ մասին է, փաստն էլ այն մասին է, որ այդ տեղի ունեցած իրադարձությունների շահառու հանդիսացան հենց իրենք, որովհետև կոնկրետ օրինակ անձնական ես հրապարակել եմ այդ անձնական խոսակցությունը
իմ եւ Արայք Հարությունյանի երկու թե 3 օր մնացած ընտրություններին Շախրամանյանի, երբ որ իրեն զանգ է գալիս, ինքը վերցնում է, ասում է, այո, պարոն վարչապետ, իրավիճակը լարված է, այս կողմ են կողմ եւ ասում է, որ եթե անգամ առաջի փուլով Շախրամանյանը չանցնի, երկրորդ փուլով անպայման անցնելու է, հա։ Ես այնց ենթադրություն եմ անում, որ իրենք էլ շահագրգռված են եղել, որ Շախրամանյանը չանցնի։ Ինչու՞ այդ շահագրգռվածությունը ուր է տանել։ Այդ շահագրգռվածությունը տարելու է այնպեսի քաղաքական իրավիճակի, որտեղ հիմա իրենք կանգնելու են, ձեռքերը լվանան, ասեն մենք ոչ մի կապ չենք ունեցել։ Այնա մենք ձեզ առաջարկում էինք, շատ լավ բաներ էինք առաջարկում, դուք այդ այսպես էլ ասում են, չէ, որ Սոֆիային առաջարկել, ես ենք առաջարկել։ Դուք, հա, դա շատ կարևոր հարց է։ Այդ բանակցությունների շրջանակին տեղյակ եք, ովքեր են եղել։ Ովքեր են եղել։ Շրջանակին տեղյակ։ Եթե դա բանակցություն պետք է կոչի։ Շրջանակին տեղյակ չեմ, կարող եմ ասել, որ երբ որ խոսակցությունը գնացել է, որ այսպիսի բանակցություններ պետք է գնան, ես իմ պատրաստակամությունը հայտնել եմ իմանալու, որ ինչպիսի հարվածի տակ կարող եմ մտնել այդ բանակցությունների մասնակցելու համար, իմ պատրաստակամությունը հայտնել եմ այդ բանակցություններում գնալու, չգիտեմ ինչ պատճառներով ես այդ որևէ ցուցակի մեջ չեմ ընդգրկվել, որ պետք է այդ բանակցություններին մասնակցել։ Փաստը այն է, որ այդ բանակցությունները ի սկզբանե ինչ պարամետրերի մասին խոսվում էր, այդպես չէր, այսինքն խոսքը գնում էր ինչ-որ միջազգային երրորդ կողմի ներկայությամբ, բայց ընդհանրապես տեղն էր, որ երրորդ կողմը պետք է լիներ, պետք է ներ Ադրբեջանի եւ Արցախյան կողմի ուղիղ բանակցություն կոնկրետ փաստաթղթի շրջանակներում, ինտեգրման process-ների շրջանակներում նմանօրինակ այդպես բանակցություններ մինչ այդ եղել են ռուսական կողմի միջնորդությամբ ավելի շատ տեխնիկական բնույթի հարցեր քննարկելու, այստեղ ավելի շատ լուծում է այն ժամանակ ինչ որ ես էի առաջարկում 20 թվականից հետո նույն Արայք Հարությունյանը եւ մաքսիմալ լոբինգ է անում, որ ուժային կառույցները այդ պահին փոխանցի Սամվել Բաբայանին, որ այդ պահին գտնվող Լեռնային Ղարաբաղում ռազմական ամենալավագույն ոչ ստանդարտ մտածող կերպարներ եւ գուցե նրա միջոցով հնարավոր լիներ որոշակի պաշտպանություն կազմակերպել կամ որոշակի ռեսուրսներ կարողանալ գեներացնել եւ ստիպել Ադրբեջանին նստել իսկապես բանակցությունների, այլ ոչ թե գալ եւ պարտադրանքի լեզվով միայն խոսել։ Կար որոշակի ներքաղաքական կոնֆլիկտ կոնկրետ իր մասով եւ այդ ներքաղաքական կոնֆլիկտը բերեց նրան, որ վերջում այս ամեն ինչը տեղի ունեցավ։ Մի կարևոր արձանագրում եմ ուզում անել այն պահից սկսած, երբ որ այլևս Խովայովյան պլան չկար սեղանին եւ կար Պրահայի գործընթաց, որից հետո Լեռնային Ղարաբաղը հստակ կոնկրետ մնացել էր Ադրբեջանի հետ մենակ, այդպիսի իրավիճակում նման ճանապարհը հստակ երևում էր, որ տանելու է դեպի հայաթափում։ Հիմա Սոֆիայի առաջարկ եղել է, չէ՞։ Այո, եղել է Սոֆիայի առաջարկ, Սոֆիայի առաջարկի ժամանակ քննարկումներ է տեղի ունեցել, ի սկզբանե հայկական կողմը դրական տրամադրվածություն է ունեցել Սոֆիային մասնակցելու համար, անգամ այդ օրակարգով, որպեսզի հետո չկանգնեն ասեն, որ Արցախյան կողմն է տորպեդահարում բանակցությունները։ Ռուսական կողմը կապվել է Արայք Հարությունյանի հետ, խոստացել է հիմա կոնկրետ չեմ կարող հիշել, ինչ մեկ շաբաթ թե երկու շաբաթվա մեջ կազմակերպել նույն այդպես ձևաչափով բանակցություններ Իվանյանում իրենց միջնորդությամբ նախապայմանով, որ 100%-ով բանը բացվելու է, Լաչինի միջանցքը բացվելու է, հայկական Արցախյան կողմը համաձայնվել է այդ ճանապարհով, որ այդ ձևաչափով գնա, ռուսական կողմը ավանդույթի համար խაფել է, համաձայն խაფել է եւ նոր արդեն մենք համաձայնվել ենք Բրատիսլավայում բանակցություններին, այդ դեպքում արդեն հետո ադրբեջանական կողմն է հրաժարվել Բրատիսլավա գալուց։ Երևի հենց այդ ժամանակ էլ որոշվել է ուժով ավարտել։ Դե, չգիտեմ, ինձ թվում է ավելի շուտ։ Եթե ռուսական կողմի հետ եղել է այդպիսի հարց։ Ինձ թվում է ավելի շուտ է որոշվել, այն պահից, երբ որ փակվել է միջանցքը, ամբողջ քաղաքարտը եղել է նրա վրա, որ փակ պահենք, երբ որ բացենք, որպեսզի տակամարտ չմնա, որովհետև այդ հոգեբանական բանը էլի, եթե 8 ամիս մարդուն փակ պահում ես ինչ-որ միտեղ եւ հանկարծ բացում ես ճանապարհը։ Այսինքն ադրբեջանական կողմը ինտեգրացիայի օրակարգ չի ունեցել։ Իրենք դա զուտ արել են պես արտաքին աշխարհին ցույց տալու համար։ Դե արտաքին աշխարհից օգնություն ստացել է Ադրբեջանը, որ դե իհարկե ստացել է։ Կոնկրետ այս պարագայում կարծում եմ, որ նաև այն ինֆորմացիոն դաշտում գտնվող տեղեկությունը, որ միջև տեղահանությունը տեղի ունեցել 3 երկրների Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպում Ստամբուլում, այսպիսի տեղեկություն ա եղել։ Իհարկե
չի հաստատվել ինքը պաշտոնական, բայց եղել է այդպիսի տեղեկություն, որից հետո տեղի ունեցել հայտնի օպերացիան, այսպես ասեմ, Հարավային Կովկասում, երբ սա չի նշանակում, որ մեզնից ոչ մի բան կախված չի, պարզապես մարդիկ նայում են մաթեմատիկական ինչպիսի համադրություն կա տվյալ տեղը եւ ինչ կարելի է դրանից իրենց համար օգուտ քաղել եւ ըստ եղած ուժերի բալանսի էլ իրենց որոշումները կայացնում են։ Սա տրամաբանական է, մենք էլ լինենք նույն կերպ կվարվենք։ Դա Պիտի ավարտենք, ինձ ասացին, որ ժամանակը մեր հաղորդման համար նախատեսած սպառվել է, վերջինն եմ ուզում հարցնել, եթե ինչ-որ ավելի թարմ բան ունեք ասելու, ինչու հենց այդ մարդիկ հայտնվեցին Բաքվում։ Դժվար հարց եք տալիս, կարծում եմ երևի այդ մարդկանցից ավելի շատ բան ունի ստանալու Ադրբեջանը, անձինս քաղաքական եւ տեղեկատվական մակարդակում հետագայում Հայաստանի Հանրապետության դեմ օգտագործելու եւ հենց ճանապարհով էլ գնացել է։ Եթե նայում ենք ինչպիսի այդպես ոլորտների մարդիկ են, քաղաքական եւ ռազմական ոլորտի ներկայացուցիչներ, որոնք որ երկու կողմից էլ կարող են Հայաստանի Հանրապետության դեմ ցուցմունք տալ եւ փաստացի այդ փոքր կտորները, որ տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը տեղադրում է իրենց տելեգրամյան ալիքներում եւ տեղեկատվական հարթակներում, հենց այդպիսի ցուցմունքի հատվածներ են։ Շնորհակալություն, որ ընդունել ես մեր հրավերը։ Մենք լսում էինք Արամայիս Աղաբեկյանին, ազգային ժողովի պատգամավոր Արցախի